Ու տենց երևի շատ մարդկանց մոտ է լինում, որ ինչ-որ պահի ձգտում են հասկանալ, թե որն է իրանց իսկական եսը, որտեղ բոլորս ունենք ինչ-որ մեր պահվածքը, բայց պահի տակ ջոգում ես, որ այդ քո պահվածքը պայմանավորված է ինչ-որ ոչ քո ցանկությամբ, ու անգամ եթե հանգամանքները թույլ չեն տալիս, որ լիովին քո ցանկությամբ լինի, գոնե ուզում ես իմանաս всё որն ես դու այդտեղ։ Չնայած մյուս կողմից մենք մտածում ենք, որ մեր եսը այդ մենք ենք առանց արտաքին ինչ-որ ազդեցությունների, բայց իրականում երևի մենք դատարկ ենք մեր այդ սաղ արտաքին բաներն է, որ մեր եսը ձևավորում են, որտեղ մենք այս պահին կարող է ինչ-որ X տարիքում փորձես ազատվես քո այդ արտաքին ազդեցություն ունեցող բաներից, որ հասկանաս թե դա ինչ է մնում, մտածելով, որ դա դու ես, այդ քո սեփականն է, բայց այն ինչը որ տակը մնա, դա էլ ինչ-որ ժամանակ առաջվա ազդեցությունն է քո վրա, ինչ-որ ժամանակ առաջվա իրադարձությունների հետևանքն է։ Ու տենց երևի անդադ կարելի է անվերջ հետ գնալ ու արդյունքում ստացվում է, որ մենք դատարկ ենք ու այն ինչ որ մենք մեզից ներկայացնում ենք, այդ արտաքին ազդեցություններն են, որտեղ դաժե եթե պատկերացնենք, որ ասենք մեր վրա հասարակությունն է ազդում ու եթե պատկերացնենք մարդու, որ կտրված է հասարակությունից, խոսքի ինչ որ անմարդաբնակ կղզում է, այդտեղ ծնվում, մեծանում ամենակով ինչ որ մի ձև, իր եսն էլ է ձևավորվում այն նրա հաշվին, ինչի հետ որ ինքը առնչվում է, որտեվ մենք խոսքի մեզ ճանաչելու համար նայում ենք ու հասկանում ենք, որ խոսքի ես, չգիտեմ, ուրախ մարդ եմ կամ, չգիտեմ, տագնապային մարդ եմ, ինչ որ բաներ, ինչ որ որակներ չէ, ինչ որ կետեր, որոնք մենք առանձնացնում ենք, որոնք ավելի մեր մասին խոսացող բաներ են, ասենք մարդկա ավելի տենց, չգիտեմ, ավելի շատ կարիք ունի ուրախանալու, ավելի շատ է ուրախանում, ինքը իրան որակավորում է որպես ուրախ մարդ։ Ու այդ սաղ թվում է, թե դա հենց մենք ենք, դա մեր եսը, մնացած բաները արտաքին ազդեցություն է, բայց եթե վերցնենք այդ կղզու վրա մեծացած մարդուն, իր եսն է ձևավորվում է կախված նրանից, թե ինչի ինքը այնտեղ կառնչվի, չգիտեմ, եթե ինքը, ասենք մարդիկ չկան, որ ազդեն, բայց կարող է փոքր ժամանակ ինչ-որ մի հատ ուժեղ կայծակ լինի, ու ինքը դրանից վախենա, ու այդ իր վրա հետ կթողի, ու ինքը դրանից դառնա ավելի, չգիտեմ, տագնապային կամ ավելի զգույշ կամ նման մի բան, ու արդյունքում ստացվում, որ ինքը ի սկզբանե այտենց չէր, բայց այդ ինչ-որ իրադարձությունները իրան դարձրեցին տենց ու ստացվում, որ ի սկզբանե էդ էլ չկար, ի սկզբանե դատարկություն էր ուղղակի։ Ու պլյուս ստեղ գալիս է այն ինչը, որ դրանից զատ կարելի է նայել, դա գենետիկան է արդեն, թե ինչ որ բաներ կարող է փոխանցվեն, որ մարդուն ձևավորեն, բայց չես կարա մենակ գենետիկայի վրա հիմնվես, ես вообще շատ չեմ ուսումնասիրել գենետիկայը, вообще ինչ ձևամարդու վրա ազդում, ինչքանով ազդում եւ այլն, բայց по-любому այն ինչ որ մենք այս պահին մեզնից ներկայացնում ենք, դա մենակ գենետիկան չէ, դա լիքը տարիների ընթացքում մեզ կպած մեր հավաքած ինչ որ ինֆորմացիան է։ Ու այդտեղ մարդու եսը ոնց որ ավելի արժեզրկվում է, էլի։ То есть մարդու եսը էլի մնում է, այսինքն այդ в общем եսը այն է, թե այդ պահին դու ինչ ձևի ես, այսինքն եթե այս պահին ինչ որ արտաքին բաներ են քո վրա ազդում, ուրեմն դու այս պահին այդ ձևի ես, այդ արտաքինի ազդեցությամբ հանդերձ ես դու, ոչ թե այդ արտաքինից ազատվածն ես դու։ Եթե այդ արտաքինից ազատվես,
այդ ազատված վաղ նոր կլինի քո այդ ժամանակվա եսը, բայց այս պահի քո եսը այդ արտաքինի ազդեցությամբ հանդերձ այդ ամեն ինչն է։ Այսինքն մենք մեր եսը բացահայտելու համար պրոստը պետքա նայենք, թե այդ պահին մենք ոնց ենք, ոչ դրանից ավել։ Որտեվ այդ պահին այդ մեր եսն է, ուրիշ բան, որ մենք հաշտ չենք նրա հետ, որ մեր եսի մեջ մտնում է ինչ որ ուրիշ մարդկանց կամ ուրիշ ինչ որ իրադարձությունների ազդեցություն, դրանից փորձում ենք ազատվել զուտ մեզ ավելի կոմֆորտ զգալու համար։ Բայց մեր այն թե ոնց մենք կանք, այդ մեր այսօրվա այս պահի լինելն է, ոչ թե վաղվանը։ Վաղվանը այդ վաղվանն է, ոչ թե հիմիկվանը։ Ու արդյունքում ինձ թվում է այդ ամեն ինչի մեջ իմաստ ունի խորանալու մենակ այն դեպքում, եթե այդ անում ես քո կոմֆորտի համար, չես երևի դրա համար մարդիկ անում են, որ ինքդ քեզ ավելի լավ զգաս, ինքդ քեզ ավելի լավ ճանաչես, բայց ինձ թվում է ավելի շատ այն տեսանկյունից, թե օրինակ ինչ ես դու ավել ունակ, ոչ թե այն տեսանկյունից, որ մաքրվես ավելորդ բաներից ու ջոգես թե տակը ինչ ամանում, որտեվ ոչմ ասացի արդեն։ Բայց եթե այդ մարդուն կոմֆորտ է տալիս, այդ խորանալը, ուրեմն դրա մեջ իմաստ կա։ Բայց եթե չէ, կոմֆորտ չի տալիս, կամ կարող ոչ թե կոմֆորտ չի տալիս, այլ մարդ դրա կարիքը չի զգում, ուրեմն իմաստը չկա, որտեվ նես չէ, ինչ որ գերագույն իմաստ ունեցող բան է։ Արդյունքում մեկը մեռնելու է, այտենց բրծնի գնա։ Ինչ տարբերություն որ պահին կմեռնես էլի, ինչ կետի հասած կլնես ներքուստ մեռնելուց։ Ուրիշ բան, եթե հավատանք են գաղափարներին, որ մարդու հոգին չի մեռնում, ու մենակ զարգանում, այսինքն այս կյանքի ընթացքում մենք ինչ որ հավաքում ենք, այդ սաղ մնում է մեր հետ, հետագա կյանքերում, ու մենք արդեն այդ պաշարով ու այդ իմաստությամբ ենք ծնվում, եթե հավատանք վերածնվելու գաղափարին։ Իսկ եթե չհավատանք, ստացվում որ իմաստ չկա։ Դուք եթե ձգտում ես բանին, քո մեջ խորանալուն ու ինչ որ տեղ գնալու բան, դա իմաստավորելու համար երևի ավելի լավ է հավատաս այն գաղափարին, որ պետք է վերածնվես, թե չէ անիմաստ։ Լավ, այդքան է անիմաստ չի։ Ոչ, ում ոնց հավես է, էլի, երևի այտենց է պետք առաջնորդվել ուղղակի։ Իմ համար կարևորը որ մարդիկ իրար չվնասեն, թե չէ։ Ում ոնց հավես է, ինչով հավես է, դրանով է թող առաջնորդվի ու այտենց երևի աշխարհը ավելի լավը կլինի, մարդկանց ավելի լավ կլինի։ Որտեվ ամեն մարդ իր կյանքի ընթացքում ձգտում է նենց անի, որ իրան լավ լինի ու ամեն մեկը իր ձևով է անում, եթե ինչ որ մեկը այդ ինքնաճանաչման ճանապարհով է անում, մյուսը համը ուտելիք ուտելու ճանապարհով է անում, օքեյ։ Չգիտեմ, ինչ որ ժամանցի, լյուբոյ բանի ճանապարհով ոնց անում է, բաբշե ընտիր։ Մենակ թե իրար չվնասեն մարդիկ, էլի, մենակ թե ինչ որ մեկի լավ լինելը ուրիշի լավ լինելու հաշվին չլինի, էլի։ Որտեղ այդ ամեն ինչից, այդ բոլոր զբաղմունքներից, որոնք հաճույք են պատճառում, երևի ցանկացածն է կարելի է եւ նենց անել, որ ուրիշներին խանգարի, եւ նենց անել, որ ոչ մեկին չխանգարի, բայց դու միևնույն ժամանակ դա վայելես։ Դաժե ինքնաճանաչումը կարելի է նենց անել ուրիշների հաշվին լինի, էլի, չնայած թե ինչ որ ներքին բան է ինքնաճանաչումը, բայց դու կարաս քեզ ճանաչելու համար, չգիտեմ, գնաս ուրիշին վնաս տաս, որ հասկանաս քոնն է, թե չէ։ Բայց երևի որպես հասարակության անդամ ամեն մարդ ցանկալի է փորձի այդ մի քիչ ինքը իր համար սահմաններ գծի ու այդ սահմանները ոչ թե իրան սահմանափակելու համար լինեն, այլ ուրիշի սահմանները չանցնելու համար լինեն։ Բայց արդյունքում բարձր որ ինչ որ հարցերում կարող է
սահմանափակի մարդուն, բայց դա եթե այդնենց հարցա, որ պետք է ուրիշներին վնասի, երևի ավելի լավ է մի քիչ զուսպ լինել, մինչև ջոգենք вообще ճիշտը որն է, ճիշտը հասարակությունն է, չհասարակությունն է, вообще եղած հասարակությունը ինչքանով է առողջ, առողջ չի, բայց մյուս կողմից մտածում եմ, որ բնական է, այսինքն այն խնդիրները, որ կան գլոբալ մարդկանց մոտ էլի, ոչ թե ասենք մեր երկրի հասարակության դեպքում, այլ вообще ընդհանուր եթե վերցնենք թե ինչ խնդիրներ կան, խոսք փոքրամասնություններին ճնշել, ինչ որ վլաստի ձգտել, ու նման բաներ, ինձ թվում է ինչքան այդ կարա շատ մարդասիրական չլինի լիքը հարցերում, բայց նաև շատ բնական է այդ, այսինքն եթե մեր հասարակությունը զրոյացնենք ու զրոյից հասարակություն ստեղծենք, ինչ որ ժամանակ հետո էլի այս նույն վիճակն է լինելու, նույն արժեքներով, մարդկանց տոկոսային նույն պահվածքով, ասենք տոկոսային նույնքան ինքնուրույն մարդիկ են լինելու, նույնքան ուրիշների կարծիքների հետևող ու տիպա ինչ որ առաջնորդներ փնտրող ու անհնազանդ մարդիկ էլ տոկոսային նույնն է լինելու ու այդ ինձ թվում է խոսում է զուտ նրա մասին, որ պետք է համակերպվեր, որ մարդու տեսակը այս ձևը էլ է սաղանդուր բաներով, այսինքն վլաստին ձգտել, ինչ որ ուրիշներին ճնշել, ինչ որ պահի ենթարկվել, առաջատար փնտրել, ենթարկեցնել, բան, այս ամեն ինչը որ կա, այդ մարդու մի մաս է, ու ցավոք այդ բոլորիս մի մասն է, այսինքն բոլորիս մեջ ինչ որ չափով այդ ամեն ինչը կա, տարբեր ձև է արտահայտվում, մեկի մոտ մի բանն է շատ արտահայտվում, մյուսի մոտ մյուսը, պլյուս կախված պայմաններից, ինչը նույնպես շատ կարևոր է, որտեվ մենք ինչ որ պայմաններում ենք լինում ու մտածում ենք, այ ես այս ձև եմ, որտեվ ես ինձ սենց եմ տեսնում հիմա խոսքի, ես կամեցող եմ, ես օգնող եմ եւ այլն, բայց մենք մեզ չենք տեսել ինչ որ ուրիշ իրավիճակում, որտեղ մենք չգիտենք մեզ ոնց կպահենք, միգուցե մենք լրիվ ուրիշ ձևի մարդ դառնանք, որտեղ բոլորիս մեջ այդ կենթանական ինչ որ բաները կան, էլի, ու ամեն ինչից կա։ Ոնց որ մարդուն որ հարցնես ինքը ունակ է ուրիշ մարդու սպանելու, խոսքի մեկը կասի հա, մյուսը կասի չէ, այն չգիտեմը չվերցնենք, հան ու չեն վերցնենք, բայց այդ մարդիկ այդ իրավիճակում հայտնված չլինելով են այդ ասում, որտեվ իրանք այս պահի իրանց այս ձևի կյանքը ապրելով են այդ պատկերացնում, բայց հայտնվելով նման իրավիճակում իրանք չգիտեն ինչ կանեն, այն մարդը որ ասել է հա, միգուցե ինքը չկարանա, ու նույնձև հակառակը այն մարդը որ ասել է ես կյանքում մարդ չեմ սպանի, միգուցե սպանի ու տարբեր ձև էլի կարա արտահայտվի, կարա մարդու հոգեբանությունն այնց ինչ որ բաների դեմ պայքարելուց այնց ինչ որ լրիվ հակառակ բան է տալիս, օրինակ ոնց որ լրիվ հակառակ ձև արտահայտվի, օրինակ մարդ կարող է շատ բարի փորձի լինի, անդադ ինչ որ բարին ձգտի ու լյուբոյ ինչ որ ագրեսիվ բանին շատ սուր ռեակցիա տա, որ տես չպիտի լինի եւ այլն, որ իր համար այդ անընդունելի է ու նման բաներ, բայց այդ մարդու մեջ ահավոր շատ ագրեսիա կուտակված լինի ու իր ուղեղը պրոստը այդ բլոկած լինի ու լրիվ ուրիշ ռեակցիայով է արտահայտվի։ Նենց որ ոչ մեկս չգիտենք ինչի ենք ունակ, մինչև չլինենք բոլոր իրավիճակներում, իսկ բոլոր իրավիճակներում երբեք չենք լինելու։ Նենց որ հերթական ոչ միտեղ չտանող բան, էլի իհարկե ոչ են պարագայում, եթե պատկերացնենք, որ մարդ կարա վերածնվի։ Իսկ եթե մարդ կարա վերածնվի, անվերջ, անսահման անգամներ,
Հետևաբար մարդը կարող լինի նաև բոլոր հնարավոր իրավիճակներում այդ անսահմանության մեջ։ Ու բոլոր իրավիճակներում լինելով, հավանաբար մարդը կարող լինի ցանկացած ձևի։ Հետևաբար մեր եսը կա մենակ ինչ-որ կոնկրետ սահմանների մեջ, որտեվ եթե մենք մեր եսը նայենք անսահմանության մեջ, ուրեմն մեր եսը կարող լինի ցանկացած ձևի, հետևաբար իմաստ չկա ինդիվիդուալություն փնտրել, որտեվ բոլորս ամեն ձև ենք։ Ինդիվիդուալություն կարես փնտրես կոնկրետ սահմանների մեջ, կոնկրետ կյանքի սահմանների մեջ, կամ ինչ-որ քո կյանքի ինչ-որ շրջանի մեջ, մենակ այդ սահմանների մեջ կարաս նայես։ Ու արդյունքում, եթե մենք պրոստը ուզում ենք այս պահին մեզ ճանաչել, ուրեմն հավանաբար հենց ամենակարևորն է այդ սահմանների մեջ դու ինչ ձև ես, որ հասկանաս, թե քո կյանքի այս էտապում ինչ կարաս вообще քո հետ անես ու ինչ հույսեր քո հետ կապես։ Բայց դրա համար վերածնվելու գաղափարը ինքը տենց լավն է թվում, էլի, հանգստացնող է թվում մի տեսակ, որտեվ որ մտածում ես այս կյանքը ավարտվելու է ու ամեն ինչ ավարտվի, ճոգում ես, որ ոչ մի բան ոչ հասցնելու ես այս կյանքում, ոչ ինչ-որ տեղ է տանելու քեզ, ոչ ինչ-որ մի բան իր վերջնակետն է ունենալու, բացի հենց բուն կյանքից։ Իսկ վերածնվելու միտքը կոմֆորտ է ստեղծում, որ մտածում ես դե լավ ես կյանքս կապրեմ, ինչ-որ չհասցնեմ, մյուս կյանքում արդեն այս կյանքիս պաշարով ավելի լավը կլնեմ, այդ ձև կապրեմ։ Պրոստը վերածնվելու գաղափարը կրոնից դուրս, ինքը անկառավարելի է դարձնում մարդուն, որտեղ դու կարաս մտածես, որ լյուբոյ բան քեզ կարաս թույլ տաս այս կյանքում, որտեղ կավարտվի ու կշարունակես ու մնացած բաները կկարանաս անես ու կարաս ապրես ոնց ուզես, որտեղ քո անսահման կյանքերի ընթացքում դու հասցնելու ես լինես ամեն ձև եւ լավ եւ վատ ու քո ցանկացած ուզած ու չուզած բաներ անելու ես ու քո հետ տեղի ունենալու։ Դրա համար կրոնը ունի որոշ կանոններ կարմայի մասին, դրախտ դժոխքի մասին, որ մարդիկ մի քիչ շատ չոգևորվեն նրանից, որ իրենք չեն մեռնելու, էլի։ Ոնց որ այդ ինֆորմացիան պետք է մարդուն տալ, որ ինքը չի մեռնելու, որ մեռնելուց հետո կյանք է ունենալու։ Որտեղ եթե մարդ իմա, որ մեռնելուց հետո կյանք չի ունենալու, իրան մեկ կլինի ինքը այս կյանքում ինչ է անում, բայց մյուս կողմից, եթե իմ մարդ իմանա, որ մեռնելուց հետո մեկա կյանք լինելու է, ինքը էլի կմտածի, որ ամեն ինչ կարող անի ինչ ուզի։ Դրա համար կա այդ երկուսի միջին տարբերակը, որ մարդ համ մտածի, որ ինքը էլի ապրելու է մեռնելուց հետո, համ էլ իմանա, որ լավ կյանք ապրելու համար պետք է իրան տոշնի պահի այս կյանքում, որտեվ հետո կարա վատ լինի։ Պրոստը չնայած ոնց որ բոլոր կրոններն նույն գաղափարին տանեն, էլի, ասենք դե կա բանը, դրախտի գաղափարը, որ քեզ բան ես անում, այս կյանքում ճիշտ ես պահում, մեռնելուց հետո գնում ես դրախտ ու այնտեղ հոշում քեզ լավ է լինելու։ Ու մյուս տարբերակը այդ արդեն որ ռեինկարնացիա է լնում խոսքի, ու թեկուզ ուրիշ մարդու մարմնում ես էլի ծնվում, բայց այդտեղ էլ կա այն գաղափարը, որ կարմայի գաղափարը կա, որ դու ուշում ես կյանքում, որ լավը լինես, հաջորդ կյանքում այտենց լավն էլ ծնվելու ես, էլի, ու ինչքան վատը լինես, այնքան հետո շատ է կարիք լինելու մաքրվելու, հետևաբար մոտավոր նույնն է, ինչ դրախտը, էլի, այսինքն քեզ խոստանում է քո լավ պահվածքի դեպքում, որ հետո քեզ լավ է լինելու, վատ պահվածքի դեպքում հետո վատ է լինելու։
Պրոստը տխուր է, որ մարդիկ մենակ այդ գնով են պատրաստ իրանց մի քիչ նորմալ պահեն, զուսպ պահեն, չգիտես խի, ուղղակի այս կյանքի սահմանները մարդուն բավական չի, որ ինքը մտածի ոչ թե հաջորդ կյանքերի համար ինձ լավ պահեմ, այլ զուտ այս կյանքի շրջանակներում, քանի որ հիմա այս կյանքն եմ ապրում, հիմա ես եմ ու այս մարդիկ, ովքեր իմ հետ միաժամանակ ապրում են այս աշխարհում, հետեւաբար փորձենք համագոյատևել առանց իրար վնաս տալու։ Ես չեմ պատկերացնում, որ կրոնը այսքան մարդկանց զսպում է, բայց մարդիկ մեկը անտանելի են իրենց պահում հաճախ ու այդ անտանելի պահողներից շատերն այդպես հավատացյալ են ձևանում։ Ես չեմ պատկերացնում, եթե չլներ կրոնը, եթե չլներ вообще որևէ գաղափար մահից հետո կյանք ունենալու, այդ դեպքում մարդիկ ոնց իրենց կպահեին։ Ու դες ժամանակ երևի եղել է իհարկե շատ վաղուց, երբ որ մարդիկ դեռ չէին հասցրել աստվածներ հորինեին, բայց ինձ թվում է այդ մարդկության պատմության մեջ բեմ շատ քիչ ժամանակ ա եղել, որ իրանք չեն հավատացել ինչ որ վերին ուժերի, то есть այդտենց գիտակցություն ձեռք բերելու ու վերին ուժերին հավատալու այդ արանքում մի հատ պստիկ սահման ա եղել, որ համ գիտակցությունն ա եղել, համ այնքան չի զարգացել, որ արդեն սկսեն իրանց վրից պատասխանատվությունը գցելու։ Ոչ հետաքրքիր է, որ մարդիկ ինչ որ բայի իրանց համար բնության լիքը երևույթները անբացատրելի են եղել ու դրա համար իրանք սկսել են աստվածներ հորինել, իսկ հետո այդ արդեն այնքան խորքային է մարդկանց մեջ նստել, որ անգամ հետո երբ որ ինչ որ գիտություններ են զարգացել բան ու մարդիկ բնությունը սկսել են բացահայտել, գոնե ասենք մեր մոլորակի սահմաններում տեղի ունեցող բաները մարդիկ արդեն հասկացել են, մեկը այդ վերին ուժերի գաղափարը մնացել է դրան զուգահեռ։ Երևի որտեղ մարդիկ կարիք ունեն հավատալու ու երևի ամեն ինչ այնքան անբացատրելի է, то есть ամեն ինչ անսահման ոնց որ կարա ոչ ամեն ինչ անսահման է, էլի, то есть ինչքան հարցերի պատասխան գտնում ես, այդքան հարցեր ավելանում են ու տենց անverջ ու երևի այնքան անբացատրելի է ամեն ինչ, որ այդ ամեն ինչի պատճառը ինչ որ մի ձև պետք է կոչել։